Հայերեն սովորելն առանց ուսուցչի հնարավոր է դառնում։ Գյումրիում գործող Digital Pomegranate կամ թվային նուռ ընկերության մասնագետները հատուկ այդ նպատակի համար ստեղծել են Playland Armenia բջջային հավելվածը։ Անցյալ տարի այս հավելվածը տեխնոլոգիաների ոլորտի բաց խաղառաջնությունում հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում՝ լավագույն երկուդեղ խաղ եւ լավագույն դիզայն։ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում մենք որոշեցինք ստեղծել մի այնպիսի հարթակ, որտեղ կարողանայինք միավորել ամբողջ աշխարհի հայ մանուկներին։ Playland Armenia-ն իրականում կրթական եւ լեզու ուսուցանող մի մեծ համակարգ է, որի հիմնական մասը 15 խաղերն են։ Բացի դրանից, հատկապես ծնողներին օգնելու համար մենք տրամադրում ենք աշխատանքային գրքեր տարբեր թեմաներով՝ այբուբենից, թվերից, գույներից, փոխադրամիջոցներից, հագուստից սկսած մինչև ավելի բարդ բառապաշար։ Playland Armenia-ի միջոցով հայերեն իմացող կամ չիմացողները կարող են ձեռք բերել արևելահայերենի եւ արևմտահայերենի տարրական գիտելիքներ։ Երեխան այս համակարգում հանդես է գալիս կատվի կերպարով, որին տալիս է իր անունը, հոգ է տանում նրա արտաքին տեսքի մասին։ Դիտելով այս տառերը հայերեն, այսինքն ամեն տառի համար մենք ունենք աուդիոներ ձայնագրած, ամբողջ խաղային համակարգը աուդիոներով է, այսինքն ցանկացած նոր բառ, որ երեխան պետք է սովորի, կա աուդիո ձայնագրության տեսքով։ Սովորում եք հայերեն, սովորում եք թվերը, տառերը, բառեր եւ այլ բաներ, վաստակում եք միավորներ եւ այդ միավորները կարող եք օգտագործել փոստքարտեր ուղարկել, ձեր կատվին ավելի գեղեցիկ շորեր առնել եւ նմանատիպ բաների համար։ Տառերը սովորելուց հետո սկսվում է հաջորդ փուլը։ Տարբեր խաղերի միջոցով խաչբար, հիշողության քարտեր, երեխան բարելավում եւ ամրագրում է գիտելիքները։ Խաղի մեջ առանձնացված է 4 գաղափար՝ լեզու, մշակույթ, հայկականություն եւ ընտանիք, որոնց երեխան պետք է ծանոթանա լեզվի տարրական գիտելիքները ձեռք բերելուն զուգահեռ։ 15 խաղեր սովորեցնում է արևելահայերեն եւ արևմտահայերեն։ Դասատուների միջոցով կարելի է, բայց ավելի հետաքրքիր է նույն բանը անել խաղերի միջոցով։ Այդ պատճառով մենք բազմազան խաղեր ենք ստեղծել հայերեն սովորելու համար։ Խաղում ներառել ենք նաև գորգագործ խաղը։ Գորգագործ խաղը իրենից ներկայացնում է ինչ-որ գորգի կոնստրուկտոր, այսպես ասած։ Այսինքն խաղալով դուք կարող եք ստեղծել ձեր սեփական գորգը, նաև երաժշտական ձևավորումը նույնպես ընդառված է զուտ հայկական։ Խաղում ամեն ինչ հայկական է, նույնիսկ երաժշտությունները։ Բացի ուսուցման գործընթացից հավելվածը սոցիալական ցանցի տարրերել է պարունակում։ Մասնագետները մեծ ուշադրություն են դարձրել անվտանգությանը։ Գրանցման ժամանակ մենք ուղարկում ենք email ծնողին, այսինքն նրա գաղտնաբառը եւ կատվի անունը։ Խաղում տեղի ունեցող գործողությունները, ռեգիստրացիան եւ ասենք գաղտնաբառի փոփոխությունը ամբողջովին կառավարվում է ծնողի կողմից։ Խաղում գործում են chat համակարգ, բայց chat համակարգը հենց ներկառուցված է խաղին, այսինքն երեխան չի կարող custom տեքստեր գրել։ Նրա համար պատրաստել ենք հաղորդագրություններ, որոնք նրան կարող են օգտագործել տարբեր լեզուներով։ Քանի որ խաղը նախատեսված է համ աղջիկների, համ տղաների համար, ու կատուն ունի արկածային կերպարներ, օրինակ ունի արվեստագետի, տիեզերագնացի։ Ծրագրավորողների թիմին միացել են մանկաբարձներ եւ հոգեբաններ։ Մասնագետներից շատերն իրենց առաջին քայլերն արել են հենց այս բջջային հավելվածի ստեղծման ընթացքում։ Ես նկարիչ եմ մասնագիտությամբ, փորձեցի օգտվել մասնագիտական գիտելիքներից եւ գունային գամմայով լցնել խաղի միջավայրը։ Իհարկե միայն գույներով չէ պայմանավորված, խաղի ինտերֆեյսը շատ պարզեցրել ենք, որպեսզի 5-ից 10 տարեկան երեխաների համար հեշտ լինի։ Այժմ թողարկված է նախնական տարբերակը։ Խաղի հեղինակներն ամբողջ աշխարհից տարբեր կարծիքներ են ստանում, որոնք ուղարկում են օգտագործողները։ Այս կարծիքների հիման վրա փոփոխություններ են կատարում ծրագրում։ Մոտ 1 ամսից բոլոր հարթակների համար կթողարկվի Playland Armenia բջջային հավելվածի վերջնական տարբերակը։